Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Երևանի Նորագյուղ թաղամասում եւ հարակից տարածքներում նախատեսվում է իրականացնել լայնածավալ քաղաքաշինական ծրագիր, որի շրջանակում կկառուցվի 155 շենք մոտ 65000 բնակչի համար։ Ծրագրի ամենակարևոր արդյունքներից մեկը Երևանի փոքր կենտրոնի բեռնաթափումն է լինելու, տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը։ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգության առնչվող մի շարք հիմնարար հարցերի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել գործակցության հարցեր։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել թվային հարթակների զարգացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերներին։ Կենտրոն, որտեղ ֆիզիկական վերականգնումը սկսվում է ոչ միայն բժշկությունից, այլև մարդկային հավատից։ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի օրը զինվորի տունը դարձել է հանդիպման վայր։ Վերականգնողական կենտրոն է այցելել վարչապետ Փաշինյանը։ Երևանի Նորագյուղ թաղամասում եւ հարակից տարածքներում նախատեսվում է իրականացնել լայնածավալ քաղաքաշինական ծրագիր, որի շրջանակում կկառուցվի 155 շենք, մոտ 65000 բնակչի համար։ Կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Ավինյանը հայտարարել է, որ ծրագիրը նպատակ ունի լուծելու Երևանի համար էական քաղաքաշինական խնդիրներ։ Քաղաքապետի խոսքով ծրագրի արդյունքում Նորագյուղի փոխարեն կձևավորվի ժամանակակից թաղամաս, բարձրահարկ շենքերով բնակիչներին կտրամադրվի փոխհատուցում, իրենց բնակարանների շուկական արժեքի չափով նաև հավելյալ 30%։ Ծրագրի ամենակարևոր արդյունքներից մեկը Երևանի փոքր կենտրոնի բեռնաթափումն է լինելու։ Երևան Downtown միջազգային գործարար բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծում, միջազգային ներկայացուցչությունների եւ կազմակերպությունների գրասենյակային տարածքների կազմակերպում, միջազգային մշակութային կենտրոնի, համաքաղաքային նշանակության հանգստի գոտու ստեղծում, բնակելի տների, դպրոցների, մանկապարտեզների, մարզահրապարակների, մարզադահլիճների եւ սոցիալական այլ ենթակառուցվածքների, նաեւ դիվանագետների համար առանձին բնակելի թաղամասերի կառուցում։ Կառավարությունը քննարկեց Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը։ Առաջարկվում է Երևանի քաղաքապետին ձեռք բերողի այն է DT Construction եւ DT Development փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքելու կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի Իսակով եւ Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով Պասկևիչի բլուր աշխարհագրական անվանումով տարածքով եւ Պասկևիչի բլուրից դեպի հարավ, դեպի Հրազդանի կիրճ ուրեմն գտնվող տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության եւ ձեռք բերողի իրավունքները պարտականությունները եւ պատասխանատվությունները սահմանող պայմանագիր կնքել։ Նորագյուղ թաղամասում նախատեսվում է կառուցել 155 շենք 65000 բնակչի համար։ Բնակիչներին կտրամադրվի փոխհատուցում իրենց բնակարանների շուկայական արժեքով, նաեւ հավելյալ 30%։ Այս 83.9 հեկտարների վրա մենք ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մենք ունենում ենք մոտավորապես 2-ից 2.5 միլիոն քառակուսի մետր կառուցապատում, շուրջ 155 շենք 65000 բնակչի համար։ Եվ այս հատվածը կարելի ասել էականորեն ենթադրվում է, որ բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը։ Ինչ հնարավորություններ է տալիս այս ծրագրի իրականացումը, առաջին հերթին այն շուկայի պահանջարկը կառուցապատման ոլորտում, որը մենք ունենք, մենք կարելի ասել որոշակիորեն ուղղորդում ենք այն տրամաբանությամբ, որը որ հարկավոր է քաղաքին։ Իսկ այս պայմանությամբ քաղաքին հարկավոր է որոշակիորեն բեռնաթափել կենտրոնը եւ քաղաքին հարկավոր է լուծել Նորագյուղ թաղամասի խնդիրը։ Մեկ այլ նախագծով էլ գործադիրը նախատեսում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրը մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային։ Ըստ որոշման հիմնավորման գագաթնաժողովին մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություններ երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով եւ Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխելը անհրաժեշտություն է դարձել։ Եվրոպացի մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշվել է գագաթնաժողովն անցկացնել 2026 թվականի մայիսի 3-ին եւ 4-ին։ Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը, նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակությունների երկրի եւ կառույցի ղեկավարների մակարդակով Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային օրվա տեղափոխություն կատարել,
Այս նախագծով առաջարկում է մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ի շաբաթ օրը։ Կառավարությունը քննարկեց նաև Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-ից 30 թվականների ռազմավարական ծրագիրը, որի ընդունումը միտված է մինչև 2030 թվականը արդյունավետ կառավարվող եւ միջազգային մակարդակով մրցունակ գիտական համակարգի ձևավորմանը։ Ըստ այդմ գիտության ոլորտն արդյունավետորեն ինտեգրված է լինելու բարձրագույն կրթության համակարգին, հետազոտության բոլոր տեսակներում ապահովելով երիտասարդ կադրերի արդյունավետ եւ համակարգված ներգրավումն ու նպաստելով նոր կադրերի ձևավորմանը։ Ծրագիրը իրենից ներկայացնում է բավականին մեծածավալ գործողությունների շարք, 94 տարբեր գործողություններ են, մի քանիսը թվեն, որպեսզի պարզ դառնա, թե ինչ հիմնական թիրախներ ենք նախատեսում մինչև 2030 թվականը։ Նախատեսում ենք, որ առնվազն 400 արտերկրի առաջատար հետազոտողներ հետազոտական խմբեր կհիմնեն Հայաստանի Հանրապետությունում, դրանով իսկ նպաստելով գիտության հետազոտությունների որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը։ Մեր առնվազն 1000 գիտաշխատողներ կվերապատրաստվեն արտերկրի առաջատար կենտրոններում, 150 արտերկրի երիտասարդ հետազոտողների Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծրագիր ենք ներդնելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացրել են գիտության ոլորտում սարքավորումների ձեռքբերման համար, նշելով, որ 2021-ից 26 թվականներին գիտական 142 սարքավորումների համար կառավարությունը տրամադրել է 13 միլիարդ դրամ, որոնց շարքում է նաև Երևանի պետական համալսարանի սուպեր համակարգիչը, որի ձեռքբերման եւ տեղադրման համար միայն ծախսվել է 3.7 միլիարդ դրամ։ Թեև որոշ գիտնականներ հոռետեսություն էին հայտնել, թե Հայաստանում այդպիսի գիտական ներուժ չկա, որ այն լիարժեքորեն օգտագործվի, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ճիշտ հակառակն ապացուցվեց։ Ավելին պահանջարկ առաջացավ այլ սուպեր համակարգիչների։ Այստեղում հարց տվեցի, ասի շատ լավ, պետական միջոցներով ինչ սուպեր համակարգիչ եք ակնկալում։ Եվ պատասխանը ամենահնարավոր, ամենալավ բովանդակությունն ուներ, որովհետև ասվեց, որ պետական բյուջեից սուպեր համակարգչի գնում չի ակնկալվում, ինչու, որովհետև մասնավոր ոլորտում արդեն իսկ իրականացվում են ներդրումներ եւ մասնավորապես Գագարինում սուպեր համակարգչային կենտրոն է բավականին հզոր ստեղծվում, որը կարող է սպասարկել նաեւ մեր գիտության ոլորտի այս պահին արկա պահանջարկը եւ բացի դա մենք գիտենք, որ իրականացվում է Firebird հրազդանում Firebird ընկերության նախագիծը։ Այս պահին էլ գնման ընթացակարգում է 49 գիտական սարք 5.4 միլիարդ դրամի ծավալներով։ Գործադիրի անդամներն արձանագրեցին, որ հանրապետությունում իրականացվող աշխատանքներն ու ծրագրերն այնքան լայնածավալ բնույթ են կրում, որ կարծես թե այն դարձել է սովորական։ Թեև ընդամենը մի քանի տարի առաջ այն անիրատեսական էր թվում, բայց այնուամենայնիվ նույնիսկ այդ պարագայում միևնույն է մարդկանց իրազեկման խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգության առնչվող մի շարք հիմնարար հարցերի։ Վարչապետը մեկնաբանել է թրիփ ծրագրի շուրջ հնչեցված քննադատությունները, նշելով, որ տարածաշրջանի եւ միջազգային իրադրության վերաբերյալ որոշ գնահատականներ չեն համընկնում ներկա իրականության հետ։ Նրա խոսքով Հայաստանը շարունակում է գործել իր պետական շահերից ելնելով, առաջնորդվելով երկարաժամկետ զարգացման, էներգետիկ անվտանգության եւ տարածաշրջանային կայունության սկզբունքներով։ Կարծում եմ, պարոն Քոչարյանի գիտելիքներն ու իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը թրիփ ծրագրի վերաբերյալ, ըստ որի թրիփի ուղին հիմնականում սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը, մինչդեռ հայկական շահն այս ձևաչափերում բացակայում է։ Նա նաեւ անդրադարձել է խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում միջազգային գործակցությանը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը զարգացնում է գործընկերային հարաբերություններ տարբեր երկրների հետ, խաղաղ միջուկային տեխնոլոգիաների կիրառման եւ էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով։ Եվ մենք մեր համագործակցությունները զարգացնում ենք տարբեր երկրների հետ, ովքեր տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների։ Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ, Ֆրանսիայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Չինաստանի հետ եւ անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո։
Կառավարության գնահատմամբ խաղաղ միջուկային գործակցությունը կարևոր բաղադրիչ է Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ ռազմավարության համար եւ ենթադրում է միայն անվտանգ, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան լուծումներ։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործընթացը հասունացած է եւ առկա են դրական ազդակներ։ Ըստ նրա իրականացվում են ենթակառուցվածքային նախապատրաստական աշխատանքներ Մարգարայի եւ Ախուրիկի հատվածում, որպիսի հնարավոր որոշումները չխոչընդոտվեն տեխնիկական պատճառներով։ Մարգարայինը պատրաստ է լիարժեք, ես դեռ անցած տարի կարծեմ այցելել եմ, լուսաբանվել է կարծեմ։ Մարգարայինը արձակետը լիարժեք պատրաստ է, բայց դա էլ պետք է իմանանք, որ սահմանը բացվելուց հետո այդ կամուրջը, որը կա, ինքը բավարար չի լինելու շատ արագ։ Եվ պետք է մտածել նոր կամուրջների կառուցման մասին, ընդ որում եւ Մարգարայում եւ Ախուրիկում եւ այսինքն Շիրակի մարզում եւ Արմավիրի մարզում, բայց դա արդեն հետագայի խնդիր է, բնականաբար այդ թեման ավելի կկոնկրետացվի, երբ որ սահմանը բացվի եւ օգտագործվի, չնայած մենք այսօր պայմանավորվածություն ունենք պատմական կամրջի, անի հատվածում պատմական կամրջի վերականգնման մասին, այդ ուղղությամբ քննարկումներ են գնում եւ հնարավոր է նույնիսկ առաջիկայում արդեն գործնական հատվածը սկսի։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև երկաթուղային կապերի վերականգնմանը։ Հայաստանը գրավոր դիմել է Ռուսաստանի Դաշնությանը Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով անցնող երկաթուղային հատվածների վերակառուցարկման հարցով։ Չնայած պաշտոնական պատասխան դեռ չկա, կառավարությունից հայտնում են, որ գործընթացը շարունակվում է եւ քննարկումները տեղափոխվել են գործնական հարթություն։ Միաժամանակ ընդգծվում է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է ինքնուրույն իրականացնել պատասխան աշխատանքները։ Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե որոշ քայլեր նպաստում են մարդասիրական խնդիրների լուծմանը կամ տնտեսական փոխադարձ շահերին, դրանք չպետք է արժանանան քննադատության։ Նրա խոսքով հաղորդակցուհիների բացումը, ապրանքների տարանցումը եւ մարդասիրական հարցերի լուծումը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը։ Ադրբեջանը ունի ավելցուկ, Հայաստանը ունի ավելցուկ, դա նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու եւ ինչու՞մ է այստեղ շահագրգռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչու՞մ կարող է լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալ, Ադրբեջանն է շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաեւ Նախճեվանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու, տեսեք մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին եւ Իրանին եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա մեր հնարավորություններն է մեծացնելու արտահանման։ Խոսելով թրիփի մասին Փաշինյանը նշել է, որ համաձայն գործող պայմանագրի Հայաստանի սահմանները եւ անցակետերը կլինեն հայկական ինստիտուտների վերահսկողության ներքո, վստահեցնելով այդ գործառույթի արտապատվիրակումը բացառվում է։ Թրիփը ներդրումային ծրագիր է, տնտեսական ներդրումային ծրագիր է առաջին հերթին եւ այդ նախագծով բազմամիլիոն, 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ Չինաստանին, մենք շատ սերտ գործակցում ենք թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ։ Մենք Չինաստանի հետ, եթե չի նկատվել, ռազմավարական երկխոսություն ենք սահմանել նախորդ տարվա օգոստոսին, սեպտեմբերին Չինաստան կատարած իմ այցի արդյունքներով եւ այդ փաստաթուղթը ընդունվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իմ ունեցած երկկողմ հանդիպման արդյունքներով եւ ես այս տարի եթե հիշողությունս չդավաճանի 2-3 երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, մենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնում ենք։ Նրա խոսքով Հայաստանը կենտրոնացած է սեփական պետականության ամրապնդման եւ երկարաժամկետ զարգացման վրա։ Անդրադառնալով եկեղեցի պետություն հարաբերություններին, Փաշինյանը հայտարարեց, որ համակարգային հակամարտություն գոյություն չունի։ Չկա եկեղեցի պետություն հակամարտություն, ինչպես դուք նշեցիք, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, եւ մենք բոլոր հնարավոր միջոցները թույլատրելի եւ օրինական
ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար։ Վարչապետը խոսեց նաև էներգետիկայի, Սևանա լճի բնապահպանական խնդիրների եւ տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցման հնարավորությունների մասին, ընդգծելով, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է դառնալ կայուն, կանխատեսելի եւ անվտանգ պետություն, բաց տնտեսական հեռանկարներով։ Բնապահպանական խնդիրների շարքում վարչապետն առանձնակի ուշադրություն է դարձրել Սևանա լճի էկոլոգիական վիճակին, ընդգծելով, որ հարցն այլևս չի կարող հետաձգվել։ Նրա խոսքով, թեև առկա են կեղտաջրերի մաքրման կայաններ, գործող համակարգերը հիմնականում ապահովում են միայն տեխնիկական մաքրում, ինչը բավարար չէ լճի էկոհամակարգի պահպանման համար։ Խոսելով դատական համակարգի բարեփոխումների մասին, վարչապետը նշեց. Կարծում եմ, որ Հայաստանում պետք է ներդրվի երթվյալ ատենակալների ինստիտուտ, որը նաև դատական համակարգի օրգանական շատ կոնկրետ եւ ուղիղ կապ կստեղծի հանրության հետ։ Անդրադառնալով եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանը կարևորեց միջոցառման նշանակությունը Հայաստանի միջազգային տեսանելիության եւ արտաքին քաղաքական օրակարգի առաջխաղացման տեսանկյունից։ Նրա խոսքով, նման ձևաչափի գագաթնաժողովների անցկացումը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու Հայաստանը որպես վստահելի գործընկեր, այլև բարձր մակարդակով քննարկել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ օրակարգային հարցեր։ Այդ համատեքստում վարչապետը խոսեց նաև ԵՄ Հնդկաստան առևտրային խոշոր համաձայնագրից։ Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր մի բան է տեղի ունեցել։ Հնդկաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են առևտրային մեծ պայմանագիր, որը կարծում եմ ուղիղ առնչություն ունի նաև մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության հետ, Ադրբեջանի, Վրաստանի, որովհետեւ կարծում եմ, որ Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը եւ նշանակությունը այդ թվում այդ պայմանագրի բերումով ավելի է մեծանալու, ընդ որում ես չեմ առանձնացնում երկրներից որևէ մեկը, ես խոսում եմ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի մասին եւ իհարկե նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ այստեղ ինչքան շուտ մենք համագործակցության կոնկրետ ձևաչափեր գտնենք, այնքան ավելի լավ կլինի տարածաշրջանի, նրա պետությունների եւ ժողովուրդների եւ իհարկե Եվրամիության եւ Հնդկաստանի մեր գործընկերների համար։ Ըստ Փաշինյանի, թռիփի խաղաղության խաչմերուկ նախագծի եւ Հարավային Կովկասի որպես տարանցման երթուղու նշանակությունը էականորեն մեծանում է։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիտկինին, զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերի, նաև միջխորհրդանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Կողմերը անդրադարձ են կատարել նաև Ազգային ժողովի նախագահի Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերի։ Ստրասբուրգ այցի ընթացքում արտաքին գործերի նախարար Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդանական վերժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի շրջանակներում տարբեր մակարդակներում ձևավորված դինամիկ գործակցությանը եւ առաջնահերթություններին։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նրան արդյունավետ գործակցության համար եւ հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ։ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարտաբիլայի հետ քննարկել գործակցության հարցեր։ Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի շրջանակում Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնությունների առնչությամբ հանձնաժողովի ներդրումը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել թվային հարթակների զարգացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերներին ու դրանց հասցեագրման նպատակով արդյունավետ մեխանիզմների մշակման իրացման կարևորությանը։ Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ Եվրամիության անդամ 27 երկրները հավանություն են տվել խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Որոշումն ընդունվել է ԵՄ խորհրդի հունվարի 28-ի նիստում, հայտնել է Ազատություն ռադիոկայանի եվրոպական ծառայության խմբագիրը։ Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել 25 թվականին, սակայն Հունգարիան արգելափակել էր, այն հայտարարելով, թե Բուդապեշտը դեմ չէ, որ Հայաստանին աջակցություն տրամադրվի պայմանով, որ նույնչափ օժանդակություն ստանա նաև Ադրբեջանը։ Բանակցություններից հետո Հունգարիան փոխել է դիրքորոշումը։ Հայաստանը երկրորդ անգամ է աջակցություն ստանում խաղաղության եվրոպական հիմնադրամից, առաջին 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել է 2024 թվականին։ Այս անգամ գումարը կրկնապատկվել է, որպես առաջնային ուղղություն նշվել է Հայաստանի զինված ուժերի եւ պաշտպանական կարողությունների ամրապնդումը լոգիստիկայի եւ բժշկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական ուսուցում տրամադրելու միջոցով։
Կենտրոն, որտեղ ֆիզիկական վերականգնումը սկսում է ոչ միայն բժշկությունից, այլև մարդկային հավատից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի օրը զինվորի տունը դարձել է հանդիպման վայր։ Վերականգնողական կենտրոն է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շփվել զինհաշմանդամների ու նրանց ընտանիքների հետ, լսել նրանց խնդիրները, ծանոթացել կենտրոնում իրականացվող ծրագրերին։ Հայաստանի զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի օրը զինվորի տուն վերականգնողական կենտրոնում ոչ միայն տոն էր, այլև հիշեցում ուժի դիմացկունության ու արժանապատվության մասին։ Հունվարի 28-ին կենտրոն այցելեց Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ։ Վարչապետին զինվորի տան գործունեությունը ներկայացրին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։ Այցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նորաբաց կյանքի սենյակ սոցիալ-կենցաղային վերականգնման ծառայությանը, որտեղ բուժումը դուրս է գալիս բժշկական սենյակների սահմաններից եւ շարունակվում առօրյայի ամենապարզ, բայց կյանքի համար կարևոր գործողությունների մեջ։ Սայլակով պարել, սայլակով տեխնել, սայլակով բարձրանալ, մեկ ձեռքով կարողանալ լվացվել։ Այսինքն ամբողջապես կյանքի սենյակը 2025 թվականին բացվեց եւ մենք ամբողջականացրեցինք վերականգնողական բուժման բոլոր ծառայությունները։ Այստեղ տղաներին սովորեցնում են ապրել հաշմանդամության պայմաններում, հավատալով սեփական ուժերին, թուլացած մկաններով կոճակ կոճկել, հագուստ արդուկել, խոհանոցում ու լոգոսենյակում ինքնուրույն գործել, սայլակից մեքենա տեղափոխվել։ Ամեն մի շարժում այստեղ նոր քայլ է դեպի ինքնուրույն կյանք։ Այստեղ մեքենայի խնդիրն է, որ ինքը սայլակից ինքնուրույն անցնի մեքենա ծավալի սա տեղավորվում Այստեղ արդեն սովորում են ինչպես ինքնուրույն տեղադրել մեքենայի մեջ եւ ինչպես մեքենայի մեջ տեսնել, որպեսզի միանունակ կարողանան աշխատանքի Եվ երկու օր առաջ պաշտպանության նախարարությունը քննարկում է եւ մեր օրակարգի առաջին ամենակարևոր խնդիրներից մեկը դա է, որ սահմանափակումով ընդհանրապես մարդկանց ծառայության ներգրավում եւ ամենավան զինված ուժերի սպառազինության եւ տեխնիկայի բնույթն է փոխվում եւ ասենք օրինակ այս սենյակից կարելի է մարդկան հետապահություն դարձնել ԱԹՍ-ով եւ այլն ամենատարբեր բաները։ Վարչապետին ներկայացվեց նաև կենտրոնի նորաբաց ճաշարանը, որտեղ զինհաշմանդամներն օրական 3 անգամ սնվում են։ Սնունդը, ինչպես եւ զինվորի տանը մատուցվող բոլոր ծառայությունները նրանց համար ամբողջությամբ անվճար է։ Միաժամանակ նշվեց, որ քաղաքացիական անձինք եւս կարող են օգտվել կենտրոնի ծառայություններից վճարովի հիմունքներով։ Ստացված ամբողջ շահույթն ուղղվում է զինհաշմանդամների խնդիրների լուծմանը, ստեղծելով ինքնաբավության եւ փոխաջակցության յուրօրինակ մոդել։ Զինվորի տան ֆինանսավորումը քանի տոկոսն սա պետական տարբեր ծրագրերով եւ քանի տոկոսն է որ այլ ծրագրեր 40-60 ընդհանուր հարաբերակցությունը մեր բարեգործական մուտքերը 40% են կազմում եւ մեր 60% մուտքերը կազմում են մեր վճարովի ծառայությունները եւ պետական պատվերը, որից 4 միլիարդ բոլոր տարիների դա պետական ծրագրերի շրջանակում արվել մնացած է հələ գործառնական որում վճարը քաղաքացիներ, որոնք այսպեսի բուժում Պակիստանային դուրս են ինսուլտից հետո ասենք ավտոավարիայից, որտեղ մենք երբ սկսում ենք համաչափել, սկսում ենք հիմնականում բարեգործականով են ունենում, հիմա բարեգործականը գնալով նվազում է եւ ավելի շատ գործառնական ինստիտուցիոնալ է գալի եւ կարող է դառնալ արդեն ինստիտուտ, կայացած հիմնարկ։ Այցի ընթացքում վարչապետը շրջեց նաև զինվորի տան վիրաբուժական բաժանմունքում, որը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով։ Այստեղ իրականացվում են վիրահատություններ թե զինհաշմանդամների, թե քաղաքացիական անձանց համար։ Իսկ վերջիններիս բուժումից ստացված եկամուտը կրկին ծառայում է կենտրոնի շահառուների բարեկեցությանը։ Նշվեց, որ զինվորի տան ֆինանսավորումն իրականացվում է համատեղ ուժերով, պետության, բարերարների եւ կենտրոնի կողմից քաղաքացիական անձանց մատուցվող ծառայություններից ստացված հասույթի միջոցով։ Սա պետություն, հասարակություն գործակցության հաջողված օրինակներից մեկն է։ Այստեղ շատ առանձնահատուկ է լամինար ոսկը, որը որ զերծությունն է միանգամից ապահովում, սա միջազգային ստանդարտ է։ Լամինար ոսկը շատ թանկ է, լամինար ոսկը օպերացիաները ամեն հեպաֆիլտրերով ճիշտ դրական ճնշում ունի։ Ընդհանուր առմամբ արվել է 1237 վիրահատություն բացման օրվանից
24 թվականի մայիսի 60-ը եղավ։ Օրը եզրափակվեց տոնական ճաշով, միևնույն սեղանի շուրջը նստած էին պատերազմից հետո վիրավորում ստացած զինհաշմանդամները, նրանց ընտանիքի անդամներն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մթնոլորտը պաշտոնական չէր, այն լի էր մարդկային շփումով, անկեղծ զրույցներով եւ հուզող հարցերով։ Այս միշտ բացակայել է գալ Զինվորի տունը բարեգործական հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունը զինհաշմանդամների ֆիզիկական եւ սոցիալական վերականգնումն է, նրանց լիարժեք վերաինտեգրումն ու կյանքի որակի բարձրացումը։ Այսօր կենտրոնն ունի 10,000 շահառու, 90-ականներից մինչև մեր օրերը զինվորական ծառայության, պատերազմի կամ խաղաղ պայմաններում վիրավորում ստացած անձինք։ Զինվորի տունը վաղուց արդեն պարզապես վերականգնողական կենտրոն չէ, այն մի վայր է, որտեղ ցավը վերածվում է ուժի, իսկ վերքը նոր կյանքի մեկնարկի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը այցով Չինաստանում է, որտեղ նրան ընդունել է նախագահ Սի Ցինփինը։ Սա Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցն է 2010 թվականից ի վեր։ Ստարմերը իր այցն անվանել է պատմական, նշելով, որ Չինաստանը կարևոր խաղացող է, որի հետ Մեծ Բրիտանիան ձգտում է ավելի սերտ հարաբերություններ կառուցել։ Ցինփինն իր հերթին ընդգծել է, որ Չինաստանը ցանկանում է Բրիտանիայի հետ զարգացնել երկարաժամկետ, կայուն եւ համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Ստարմերին Չինաստան երրորդի այցի ընթացքում ուղեկցում են բրիտանական գործարար աշխարհի սպորտի եւ մշակույթի ոլորտների 54 ներկայացուցիչներ։ Իդեպ փետրվարին էլ նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Մերցի այցը Պեկին։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։ Դանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մեկնարկել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գրենլանդիայի եւ Դանիայի միջև բանակցությունները։ Reuters-ի փոխանցմամբ կողմերի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են Արկտիկայում անվտանգության հարցերը Դանիայի թագավորության կարմիր գծերի պահպանմամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Գրենլանդիայի հարցով արդեն ձևավորված գործընթաց կա եւ նախատեսում են տեխնիկական մակարդակի հանդիպումներ։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Գրենլանդիան կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության համար, սակայն ընդգծել էր, Վաշինգտոնը չի պատրաստվում ուժով տիրանալ կղզուն եւ նախընտրում է բանակցային ճանապարհը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել Իրանի դեմ կանխարգելիչ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նա հայտարարել է, որ նման քայլը կձեռնարկվի, եթե Վաշինգտոնը եզրակացնի, որ Թեհրանը հարձակում է նախապատրաստում ամերիկյան ուժերի դեմ։ Ռուբիոն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ունենա բավարար ռազմական ներկայություն Մերձավոր Արևելքում հնարավոր սպառնալիքներին հակադարձելու համար։ Նրա խոսքով տարածաշրջանում ամերիկյան ուժերի թվաքանակը կարող է ավելացվել։ Միաժամանակ պետքարտուղարը չի բացառել Իրանի կողմից ամերիկյան զորքերին հարվածելու հնարավորությունը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ընդունելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Պուտինի հետ հանդիպման համար երաշխավորելով նրա անվտանգությունն ու աշխատանքային պայմանները։ Նրա խոսքով Պուտին-Զելենսկի բանակցությունների գաղափարը քննարկել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, եւ թեման մի քանի անգամ բարձրացվել է Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում։ Ուշակովի հայտարարությունից առաջ Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Զելենսկին պատրաստ է հանդիպելու Ռուսաստանի նախագահին։ Անդրեյ Սիբիգայի խոսքով հնարավոր բանակցությունների առանցքային թեմաները կլինեն տարածաշրջանային հարցերը եւ Զապորոժիայի ատոմակայանի կարգավիճակը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մի քանի նահանգներում ուժեղ ձնապակի եւ ծայրահեղ ցրտի հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ։ Զոհերի թվում են Տեխասում սառույցի տակ ընկած 3 երեխա եւ Նյու Յորքի փողոցներում մահացած 10 մարդ։ Երեքշաբթի երեկոյան առանց էլեկտրաէներգիայի են մնացել ավելի քան 448,000 տուն եւ ձեռնարկություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային օդերևութաբանության ծառայությունը զգուշացնում է, որ երկրի արևելքում սպասվում է արկտիկական ճակատի նոր ուժեղացում։ Հանգստյան օրերին կանխատեսվում է հերթական ձմեռային փոթորիկ եւ ռեկորդային ցածր ջերմաստիճաններ նաեւ երկրի հարավում։
Այսքանը ցտեսություն։